Լևոնս ծնվել է 2001 թվականին շատ դժվարությամբ սպասված, շատ մեծ սպասված, Աստծո տված 2001 թվականի մայիսի 5-ին ապրել են քաղաք Սիսիանում, հաճախել է Սիսիանում, մանկությունը անցել է խաղաղ, անհոգ, հաճախել է մանկապարտեզ, իհարկե շատ չարաճճիեր չէր սիրում, անընդհատ փախչում էր, սովորել է Սիսիանի թիվ 5 դպրոցում, իդեպ ասեմ հիմա հուշատախտակ է բացված 5-րդ դպրոցում նվիրված դպրոցի զոհված սաներին, սովորել է լավ, բայց սիրել է ավելի շատ մեքենաներ, ֆիզկուլտուրային։ 9-րդ դասարանը ավարտելուց հետո մենք տեղափոխվեցինք Երևան, որտեղ իմ Լևոնը սովորեց Լեոյի անվան թիվ 65 դպրոցում, ավագ դպրոցում, դպրոցին զուգահեռ նաև սովորել է Սիսիանում ավտոդպրոցում, սերը մեծ էր, մեքենաների հանդեպ։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո զորակոչվել է զինվորական ծառայության։ 2019 թվականի հուլիսի 9-ին զորակոչվեց հայոց բանակ իր պարտք կատարելու, ծառայել է Ստեփանագերտի Ցոր զորամասում որպես ավտոմեխանիկ։ Ծառայությունը անցնում էր հարթ, լավ, շատ ուրախ էր, չէր դժգոհում, չէր բողոքում։ Երբ սկսվեց երևի սեպտեմբերի 26-ն էր, Լևոնը զանգահարեցին ու ես զգում էի իր ձայնի մեջ ինչ-որ մի բան էն չի։ Ինձ խնդրեց մամ ջան, ես գումար եմ խնդրում, որպեսզի քաղցր առնենք, որ երկար ժամանակով գնալու ենք դիրքեր զորավարժությունների։ Դե խնդրանք կատարեցի ու ինքը զանգեց արդեն 26-ին գիշերը 12 անցեր, որ գումարը ստացել է, իր քաղցրավենիքը գնել է, չանհանգստանամ, եթե ինչ-որ մի բան անհասանելի լինի, դիրքերում է լինելու երկար ժամանակով։ Երբ առավոտյան ես գնացի աշխատանքի եւ իմ մենեջերը արդեն երևի 8-ն էր, 8:30 էր, ասեց, որ լայնամասշտաբ պատերազմ է սկսվել, ես խառնվեցի, ես զգում էի, որ ինչ-որ մի բան Լևոնը ինձնից թաքցնում է։ Ու անմիջապես զանգեցի Լևոնին, ինքը անհասանելի էր։ Զանգահարեցի իր ընկերոջ հեռախոսահամարին, ինքը ասեց, որ Մոգ ջան ամեն ինչ տոչնի է, լավ է, լովը մեքենա է վարում, չի կարա պատասխանի, իր հեռախոսը անջատված է, կհասնենք տեղ ու կզանգահարենք։ Լևոնը զանգեց, դե ձայնի մեջ տարակուսանք կար, բայց մամ ջան ամեն ինչ լավ է, հանգիստ եղի, մեզ մոտ ոչ մի վատ բան չկա, դե ես իրեն չասեցի, որ ինչ-որ բան էլ լուրեր ենք լսել, թաքցնում էր։ Մինչև երևի հոկտեմբերի 9-ը անընդհատ զանգել է, մամ ջան տոչնի է, մամ ջան նորմալ է, մամ ջան մենք հեռու ենք պոստերից, այդ դիրքերից, քանի որ մարդկոց է իրենց կոչվում, ինքը չեն մասնակցում, այդ դիրքերը առաջնագիծ չեն գնում։ Վերջի զանգը Լևոնից եղել է հոկտեմբերի 10-ին, երբ ինքը զանգեց, մամ ջան մեզ տեղափոխում են ուրիշ տեղ են տեղափոխում, հիմա մենք մարդկոցները նստած է հեռախոսների, կապ չի լինելու, հանկարծ անհանգիստ չլինես, եթե ինչ-որ մի բան մի մտածի, մենք լավ ենք, հեռու ենք։ Ու այդ օրը ինքը բոլոր հարազատներին զանգել է, բոլորին, ոնց որ ինքը զգում էր այդ ամեն ինչը։ Հոկտեմբերի 12-ին Լևոնը ինձ ցավալի, դժվար, ամենավատ օրն է եղել, երբ հոկտեմբերի 12-ին իրենք ընկել են շրջափակման մեջ, զոհվել են մեր տղաները, դրանից հետո արդեն սկսել է փնտրտուք, փաստահավաքներ,
տեղեկություններ, քաշքշոց, չգիտեմ, մինչև որ գտել ենք Լևոնի մասունքները, իհարկե ես չէի հավատում, կրկնակի փորձաքննության ենք տվել, երբ երկրորդ փորձաքննությունը մենք ուղարկեցինք, ամսուկես ինձ ասացին, որ համընկնում չկա, ատամնաշարներ, հավաքածատամեր, որ իմ Լևոնը ջիհել ունեցել, ես մինչև հիմա կասկածանքի մեջ եմ, նոր արդեն համարյա երկրորդ ամիսն էր լրանում, չգիտեմ ոնց, ինչ, ինձ ասացին, որ համընկել է, ուղարկավորել ենք 21 թվականի հուլիսի 3-ին Եռաբլուր Պանթեոնում 21 թվականի նոյեմբերին, երբ որ մեր Լևոնի զինակից ընկերների մասունքները ադրբեջանական կողմը հանձնեց մեզ, նորից Լևոնի մասունքից կրկնակի էլի հանձնեցին մեզ, էլի ուղարկավորեցինք։ Ինչ վառ հիշողություններ ունեք կապված ձեր որդու հետ։ Լևոնս շատ ուրախ, ժպտերես, միշտ ընկերասեր, մինչև այժմ ընկերները կապ ունեն մեզ հետ, ամեն Լևոնի առիթին այցելում են։ Լևոնս, չգիտեմ, շատ ինձ հետ չէր կիսվում։ Ես որ տեղափոխվել էի Երևան, ինքը մնացել էր մորաքրոջ մոտ Սիսիանում, ավելի շատ մորաքրոջ հետ էր կապված քույրիկների, իսկ երբ որ տեղափոխվել էր Երևան, այնքան մեծ էր իր սերը երեխաների նկատմամբ, ինքը աշխատում էր Շողակաթում Բատուտի այդ երեխաների զվարճալի կենտրոն էր բացված, ինքը աշխատում էր այդտեղ, ու մեծ սիրով երբ գալիս էր տուն, ասում էր մամ ջան, այսօր երեխեք այնքան լավ երեխեք էին եկել, երկար եմ թողել, որ խաղան, ասում էր ժամանակից, շատ ուրախ, շատ երջանիկ, շատ լեցուն կյանքով, իրեն բառներ, մամ ջան, տոշնի է, հանգիստ, իր սիրած բառը տոշնի է։ Սկզբնական շրջանը շատ ծանր էի տանում, չէի շփվում, իհարկե դեռ երեխաներից լուր չունեինք, մեր ու Վարաշանի տեր Հայր Բարտուղիմեոսը սկսեց ուխտագնացություններ անհետ կորած երեխաների ծնողների, զոհված երեխաների ծնողների հետ, այդ ժամանակ մենք լուր չունեինք, ու այդ ժամանակ սկսեցի միտքեր ծագում, ես սկսեցի հավաքել մեր խմբի ծնողներին, Facebook-յան էջերով, զանգերով, երբ մենք գնում էինք կառավարության շենք հավաքների ժամանակ, սկսեցի հավաքել մեր ծնողներին, ծանոթացանք ու դարձանք մի մեծ ընտանիք, երբ գնում էինք ուխտագնացությունների, մեր տեր հայրը Քահանա Բարտուղիմեոսը մեզ ուժ տվեց, իր շնորհիվ մենք սկսեցինք ապրել, քիչ մտածում էի, որ ես տունը նստելով ավելի ծանր եմ տանում այս վիշտը, ավելի լավ է մեր բակում հուշախբյուր բացենք երեկոյան ժամերին, գիշնեմ, կզբաղվեմ, իմ թոռնիկներին կիչացնեմ, ու ամուսնուս հետ մեկտեղ որոշեցինք, որ պետք է հուշախբյուր կառուցենք։ Հուշախբյուրը ինձ ուժ տվեց
Դրանից հետո ես ամեն երեկո իջնում եմ հիմա էլ հուշախբյուրի մոտ։ Թաղի տղաները Լևոնի ընկերներից մշակում, օգնում, պահում են։ Ինչն է հիմա ձեզ ուժ տալիս կյանքը շարունակելու համար։ Հիմա ես ապրում եմ իմ թոռնիկներով։ Լևոնիս հուշ անկյուն բացված կա Սիսիանում, հենց որտեղ որ 5-րդ դպրոցում սեպտեմբերի 1-ին, երբ ես իմ թոռնիկի առաջի քայլերն էի անում դպրոց առաջի դասարան, ես այդտեղ տեսա, որ բացվել է Լևոնիս հուշանկյուն, երևի մոտ ժամանակներս բացում կլինի, դեռ նոր էին տեղադրել այդ հուշանկյունը, կգնամ անպայման։ Լևոնի հայրական գյուղում բացված է հուշանկյուն, նվիրված Սիսիանի բոլոր զոհված տղաներին, նաև իմ Լևոնին, գյուղի թոռնիկ, տղա, այցելում եմ հաճախակի, ավելի շատ սիրում էր գյուղը, մայրական գյուղը կապված էր տատիկ պապիկի հետ։ Ես միշտ հիշում եմ, որ Լևոնս երբ գնում էր գյուղ, գողանում էր իմ հայրիկի մեքենան, մեկ անգամ մեքենան գողացել էր իմ եղբոր տղայի հետ և վարելու ժամանակ խփել էր պատին ու թաքնվել էր։ Երբ որ իմ հայրիկը դուրս է գալիս, տեսնում է, որ մեքենան ջարդփշուր է, ջղայնացած, գալիս ասում է ով է արել ու բարկանում է իմ եղբոր տղայի վրա, որ դու ես արել, իսկ Լևոնս այդ կողքից մեքենայի կողքից դուրս է գալիս թելիկ ծիծաղելով, շատ ժպտեր է, շատ մի այլ կարգի լեցուն ուրախությամբ։ Պապի ջան, ես եմ արել ու պապաս թուլանում է, դե քան ինչ-որ շատ էին սիրում, շատ չարաճճի էր, ինքը իրեն սիրել էր տալիս։ Հայրիկս ոչ մի բան չի ասում, դե որ դու ես արել, Լևոն ջան, ոչինչ, ոչ մի խնդիր չկա։ Մեկ էլ Լևոնս, երբ որ արդեն պետք է զորակոչվեր բանակ, ամուսինս արտերկրում էր, ես Լևոնի հետ Լևոնից գաղտնի աղջկա Սուփեսայիս հետ գնացինք, որպեսզի թղթեր դասավորենք Լևոնին, հանենք երկրից դուրս։ Դե մեկ-երկու անգամ գնացինք թղթերի հետևից, դասավորեցինք ու հաջորդ անգամ Լևոնին տարանք, Ասիլիով ջան, դե գնում ենք օֆիս, գործ ունենք, բան ինչ գործ, Ասիլիով ջան, քո թղթերը դասավորենք, դու չգնաս ծառայության, գնաս երկրից։ Ճանապարհի կեսին կանգնեց, մենք 4-ով ենք, ես աղջիկս Փեսաս ու Լևոնս, ես չեմ գնա ոչ մի տեղ, ես պետքա ծառայեմ, եթե ես դուրս գամ, ով պետք է պահի մեր հայրենիքը։ Եթե ես չգնամ ծառայության, դուք ինձ ուզենաք երկրից հանեք, ես կփախչեմ այրոպորտից, ես չեմ գնա ոչ մի տեղ։ Հայրենասեր, շատ չափից դուրս հայրենասեր։ Փոքրուց Լևոնը, երբ որ իմ եղբոր 3 տղաները, իմ քրոջ տղան ծառայել են Արցախում, ամեն անգամ Լևոնը մեր հետ գնացել է Արցախ ու ինքը հավանում էր, իրեն դուր էր գալիս, ինքը ասում էր, ես պետք է ծառայեմ ու ինքը միշտ ձգտում էր, որ Արցախում ծառայի, ճիշտ է ինձ համար ցավ էր, երբ որ ինքը արդեն քաշեց, որ իմացա Արցախը անգել, ես սկսեցի լացել, իմ ապրումները տակնու վրա եղավ, ինքը ասեց, չէ, ես ուրախ եմ, ես պետք է ծառայեմ Արցախում ու մեքենա վարի, իրա սիրած բանն էր մեքենան։ Երբ իրենք գնացած էին եղել զորավարժությունների կարճ ժամանակով, ալերգիկ է Լևոնս եղել, հիվանդացել էր, ալերգիայի մեջ էր ընկել, տեղափոխել էին շատ մեծ դժվարությամբ գոսպիտալ, ինքը չէր ցանկանում, որ գնար։ Երբ որ զանգեց Ասիլիով ջան, ո՞նց ես, ասում եմ ջան, լավ լինեմ, վատ լինեմ, ես չեմ մնալու գոսպիտալում, իմ մեքենան ես ոչ մեկին չեմ վստահում, ես պետք է գնամ, որ իմ մեքենան քշեմ, չմնաց գոսպիտալից, ինքը դուրս եկավ ալերգիայով, գնացել է իր մեքենայի մոտ։ Փետրվարի 13-ին, 20 թվին,
իմ աղջկա հարսանիքի օրը Լևոնին մենք կանչեցինք, որ գա աղջկաս հարսանիքին, ուրեմն Լևոնս եկել էր, այդ տարին շատ ձյուն էր եկել, ճանապարհները փակվել էր։ Երբ Լևոնս հասնում է Գորիս, մեկ գիշեր մնում է Գորիս հյուրանոցում, չգիտեմ որտեղ են տեղավորում հյուրանոցներում, ուրեմն առավոտյան արդեն հարսանիքն է, մենք պատրաստվում ենք, դե ես տրամադրությունս ընկած, իրենց մոտից չաստից զանգում են, որ Լևոնին հետ պետք է կանչենք, որովհետև ճանապարհները փակա չեն կարող թողնել այդտեղ, ես ասացի չէ, խնդրում եմ ձեզ հետ չկանչեք, մենք մի բան կմտածենք։ Ուրեմն արդեն հարսանիքը, որ պետք է սկսեր ժամը 11-ն էր երևի, որ արդեն անհամբեր սպասում ենք, Լևոնը զանգում է։ Մամ ջան, ես հենց հիմա գալիս եմ, ճանապարհին եմ, սպասեք ինձ, ամեն ինչ նորմալ է, ու հարցնում եմ, Լյով ջան, բա ո՞նց է եղել, ո՞նց է ճանապարհները, ո՞նց ես կարողացել դուրս գաս, բա մամ ջան, ասում են, նստած էինք, երկու ձյաց մոտեցան, ասում են ինձ, ասցին, բա ախպեր խես տախուր, ասցի դե ձյաձ ջան, բա ինչ անեմ, քրոջս հարսանիքն է, չեմ կարողանում հասնեմ, թե դու չմտածես, մենք հեսա մի բան կմտածենք, կտանենք քեզ, ու այդ տղաները Լևոնին իրենց մեքենայով ճանապարհը հենց բացում են, հետևից ավտոն քշում են իրենք, որ մենք ինչ գնով լինի, պետք է Լյովկայից հասցնենք քրոջ հարսանիքին, դե փառք Աստծո բերում հասցնում են հենց եկեղեցին, Էջմիածին, Հռիփսիմե եկեղեցին, չգիտեմ, ես չէի պատկերացնում, որ Լևոնիս հետ այս ձև բան պիտի պատահի, որովհետև իր ամեն չարչարանքը, իր ամեն այցը շատ մեծ դժվարություններով ա եղել ու ինքը եկեղեցիով հրաշքեր հասել էր, բայց երբ արդեն իմացան քեզ ցավալի լուրը, մինչև առայսօր ես չեմ հավատում, չգիտեմ, ես սպասում եմ, երևի այս սպասումն էլ ինձ ուժ է տալիս ապրելու։ Մեծ թորնիկս, որ հիմա հաճախում է առաջին դասարան, ինքը թե տեսքով, թե շարժու ձևով, ամեն ինչով շատ նման է իմ Լևոնին, շատ, իմ Լևոնի մանկությունն է, ու որ իրեն շատ ենք սիրում, այս վերջի անգամ, որ այնտեղ էի, ասում է դուք ինձ սիրում եք որպես Լևոն քեռի, ասեցի չէ, բալես, քեզ սիրում ենք որպես Արմենչիկ, պարզապես քեռին շատ նման ես դու։ Ապագայի հետ կապված Լևոնը, ճիշտ է, մեր պլանները ուրիշ էր, որ ծառայությունից կգա, կտեղափոխվենք հարթ երկիր, իսկ ինքը ասում էր, ես ծառայությունս վերջացնելուց հետո կգամ, միշտ ասում էր, քույրիկներս թող գնան սովորեն վարսահարդար, մատնահարդար, ես մի տեղ կբացեմ, իմ քույրիկները կաշխատեն, դու մամ ջան ասма կլինես իրենց տնօրենը, ինքը չէր սիրում սովորել այդքան շատ, ասում էր եթե ես գամ սովորելու լինեմ, միայն ֆիզկուլտուրայի գծով կգնամ, ուրիշ ոչ մի բան, բայց չէր սիրում, ինքն իրենով։ Ծրագիրը Լևոնի դա եղել մտադրությունը, որ պետք է վարսահարդարման ինչ-որ միտեղ բացի, քույրիկները աշխատեն, շատ էր սիրում իր քույրիկներին, չէր ուզում, որ իրենից հեռու լինեն, միշտ ուզում էր, որ իր կողքին լինեն քույրիկները։ Մանկության ժամանակից են այդպես կապված եղել։ Շատ, մանկության ժամանակ շատ կապված են եղել, երբ որ ես Լևոնի համար փոքր տարիքում հեծանիվ էին գնել, ուրեմն իր քույրիկը Լիաննան իր հեծանիվը գողանում քշում եւ ջարդում է, դե ամուսինս, որ արդեն տեսնում է հեծանիվը ջարդած է, հարցնում է Լյովկա ով արել, չի ասում, որ քուրն է արել, բաբ դե ես եմ արել, հիմա քշել եմ, ընկել եմ, ինչ ա եղել, միշտ թաքցնում էր, միշտ ամեն մի չարության, ամեն մի վատ բաները իր վրա էր վերցնում քույրիկներին պահելու համար, երբեք չէր գցի քույրիկների վրա մեղքը,
միշտ իր վրա էր վերցնում։ Երբ որ դիմացից եկող այդ հատուկ ճոկատայիններ եղել են, Ջալալ Հարությունյանը, չգիտենք ինչ ձևով, դիտավորյալ թե չիմանալով, չհասկանալով հրաման է տվել, որ մերոնք են, հանկարծ չկրակեք։ Տղաները սկսել են ավելի հանգիստ լինել, թուլանալ, չհասկանալով, որ ովքեր են դիմացից, նրանք մտածել են, որ մերոնք են, հանգիստ ենք, այնինչ երեխաները, տղաները անգել են շրջափակման մեջ, մինչ իրենց հրամանատար Թոմասյան Հայկը հասկացել է, որ արդեն մերոնք չեն, արդեն ուշ է եղել, հրաման են տվել, ով ոնց կարող է թող դուրս գա, ովքեր կարողացել են դուրս են եկել, ովքեր որ իրար հավատարիմ են եղել, մնացել են, որտեղ տղաները երդվել էին, եթե ապրեն միասին, եթե մահ էլի միասին, իրենց երդմանը հավատարիմ են մնացել, իրենց կյանքը զոհելով հանուն հայրենիքի, հանուն մեզ, հանուն մեր կյանքի։ Սա Լևոնիս մանկության նկարներից է, երբեք չի սիրել ամբողջական մարմնով կանգնած նկարվել, միշտ միայն կես մասով գլխով։ Սա երբ որ արդեն մենք գնացել էինք Լևոնի պրիսիագին, իհարկե այդ ժամանակ իր քույրիկը նոր բալիկ էր ունեցել 22 օրական, Լևոնը չգիտեր ու չէր էլ սպասում, որ իր քույրիկը կգնա իրեն տեսակցության, անակնկալ էր պատրաստել։ Այս մյուս նկարները իմ աղջկա հարսանիքի ժամանակ նկարվել։ Սա երբ որ ճանապարհում էինք բանակ իմ քրոջ աղջկա հետ, գնացել էինք Արցախ տեսակցության, այդ ժամանակ նկարվել իր քույրիկի հետ։ Այստեղ իր մասին է գրված, իր բացակայությունը, որ արդեն ինչքան ժամանակ չեն գտնում։ Այս բոլորը հավաքել են մեր Սիսիանի Որոտան թերթի տպագրությունից է, մեր Արեփատ Ամիրյանն է հավաքել իր մասին, դեպքում ենք նաև գրքեր։ Սա իմ լովիս նկարն է, որը որ հիմա փակցված է, մեծ պատին են նկարն է, հավերժ զինվորը, սելի իր մասին գրված։ Կյանքն աներեսի նման շարունակում է առաջ ընթանալ առանց քեզ հազարավոր լուսավորների, հերոսական է անունդ, փառքդ, քաջությունդ, չնայած չլինելուդ անբացահայտ առեղծվածին, մեր լուսավոր տղա, իմ լույս, միշտ շարունակելու ես ապրել մեզ հետ ու քո մասին հիշողություններով ապրեցնել բոլորիս։ Լևոնի մասին ամբողջը, ինքն իր քույրիկն են, ուսանողական տարիները, իմ Լևոնի սովորելու տարիները, սա իր քույրիկի գրածն է, որ չկա ավելի տանջող կարոտ, որ զգում է քույրը եղբոր հանդեպ, չկա ավելի մեծ սպասում, ինչպես քույրն է սպասում եղբոր վերադարձի։ Իմ զինվոր, իմ լույս, գիտեմ կգաս, դու իրավունք չունես կարոտով թողնելու, հավատում եմ, որ չես թողնի արցունքն աչքներիս, իմ զինվոր եղբայր, գիտեմ կգաս։ Մինչև ծառայության մեկնելն էր, ստեղ ծննդյան օրեր գնում էին անակնկալ անելու նկարվել էր իր պրեսիագի նկարն է։ Ախ Լևոն, այսինչ արեցիր, մեզնից գնացիր, զինվոր մնացիր, բոլորին կարոտ քեզնից թողեցիր, մահը կողքովդ բազմիցս լացավ, բայց քեզ նկատեց, նորից ետ դարձավ այդ ժամանակ, երբ որ մենք սկսել էինք Լևոնի մասին տեղեկություններ հավաքել, փրկված տղաներից մեզ ասացին, որ Լևոնը, այդ արկը Լևոնի գլխով անցել է, իր մազերը վառել է, բայց հետո ավելի ստույգ տեղեկություն իմացանք, որ ինքը հենց դեմքով վառվել էր, ինչ որ կրակելու ժամանակ, դրա համար երեխաների մոտ միտքեր ծագել, որ պետք է այս բանաստեղծությունը գրեմ, որ երբ որ Լևոնը առաջի անգամ փրկվել է, հույսում ենք, որ էլի կփրկվեր, բայց նորից ետ վերադարձավ ու խլեց կյանքը։
որ Լևոնը կգա ու վերադարձով կյանքը հեքիաթ կթվա, Երանի ետ գաս, Երանի լցվի տունդ խնդությամբ, ձերոնց սրտերը մեծ ուրախությամբ, առանց քեզ դատարկությունը լիությամբ ու քո բաղձալի ներկայությամբ։ Սա Լևոնիս քույրիկն էր անակնկալ Լևոնի պրսյակի ժամանակ, սա գիրկը, Լևոնի գիրկը փոքրիկ նամեր, ունենք ուրիշ նկարներ, շատ էր ուրախացել, բացարձակ չէր սպասում։ Սա մյուս աղջկաս հարսանիքի ժամանակ, Լևոնիս բանակ ճանապարհելուց, մեր վայնկոմատում ենք, Սիսիանի, Սյունիքից ենք ճանապարհել։ Սա երբ որ գնացել էինք տեսակցության, քույրիկի հետ է նկարվել։ Սա Լևոնիս մասին գրված իր կռվի այդ ժամանակ պատերազմի 12-ի ինչ դեպքեր են եղել։ Այս նկարը Որոտան թերթի տպագրությամբ իր մասին հուշեր, տեղեկություններ Լևոնի